Նախագահություն, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, նախ առաջին անգամ եմ վերափոխված սենյակում եւ թույլ տվեք շնորհավորել եւ գոհունակություն արտահայտել, որովհետեւ վիզուալել շատ կարեւոր է, որ մեր քաղաքացիները հաճույքով դիտեն մեր նիստերը եւ այն շատ կարեւոր տեղեկատվությունը, որ մենք փոխանցում ենք, հասանելի լինի։ Ես ուզում եմ նշել, որ 2026 թվականի բյուջեն առողջապահության համար պատմական բյուջե է եւ ես իսկապես շատ մեծ ուրախությամբ եւ հպարտությամբ եմ այսօր ներկայացնում, որ մեր կառավարությունը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իր նախընտրական հիմնական խոստումներից մեկը, որը տեղ է գտել կառավարության ծրագրի մեջ, ըստ էության իրացման ֆինանսական հատվածի առաջին հաստատումը իրականացրել է։ Ես իհարկե սիրով կպատասխանեմ ձեր բոլորի հարցերին, նաև հասկանալով, որ առաջիկայում օրենքի շրջանակներում մենք ունենալու ենք միասին դեռ քննարկումներ, տեղեկացնեմ ձեզ, որ առողջության համընդհանուր ապահովագրության մասին փաթեթը, ինչպես պարոն Հովհաննիսյանը ասեց, վերջնական որոշումների եւ նաեւ այսօրվա հաստատվելիք բյուջեի շրջանակներում վերջին շտկումների փուլում է գտնվում եւ առաջիկա օրերին մենք այն կուղարկենք արդեն կառավարության դիտարկմանը եւ այո, մեր նպատակն է, որ մենք մինչեւ տարվա վերջ արդեն օրենքը ընդունենք, որպիսի հաջորդիվ 2026 թվականից արդեն կարողանանք առաջին մեկնարկային փուլը սկսենք։ Եվ այսպիսով, հարգելի գործընկերներ, առողջապահության նախարարության 2026 թվականի բյուջեն կազմում է 210 միլիարդ դրամ։ Հավելյալ 9.1 միլիարդ դրամ որպես բյուջեի առաջնահերթություն նաև ունենք հատված հավելվածներում։ Պետք է նշեմ, որ բյուջեի կառուցվածքի մասով ինձ լրիվ հասկանալի է ձեր այսպես հարցերը, որովհետև դեռ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ էլ մենք աշխատում ենք մեր ֆինանսների նախարարության գործընկերների հետ բյուջետային տողերի ուրեմն վերափոխման եւ առողջության ապահովագրության հատվածի եւ մյուս բյուջետային տողերի միջև բաշխվածության մասով այստեղ իհարկե ես այսօր կներկայացնեմ են հիմնական թեզերը, որոնք արդեն իսկ համաձայնեցված են եւ օրենքի վերջնական նախագծում տեղ են գտել եւ ուրեմն հաջորդիվ էլ մենք բոլորս հասկանում ենք, որ թե վիճակագրական տվյալների եւ թե փաստացի ներառված քաղաքացիների թվից կախված արդեն որոշակի տողերի միջև փոփոխություններ իրականացվելու են։ Հենց սկզբից նշեմ, որ բոլոր այն տեղերում, որտեղ տեսնում եք նվազեցումներ, այսինքն մեր ծրագրերի մեջ նվազեցումներ թե բյուջետային մասով, թե արդյունքային ցուցանիշների մասով, պետք է դիտարկենք, որ այդ հատվածներում վերանայվել է եւ պոտենցիալ շահառուների թիվը տարվել է արդեն ապահովագրության ծրագրի շրջանակներում է հաշվարկված եւ ըստ էության դրանով է պայմանավորված, թե Տիկին Բադալյանի նշած ուրեմն տողերը եւ թե այլ վստահ եմ մանրամասն նայելուց տեսել եք։ Այստեղ ուզում եմ ասել, որ ընդհանուր առմամբ բյուջեն կառուցված է հետեւյալ սկզբունքով, որ առաջին մեկնարկային փուլի մեջ ներառվող քաղաքացիներից բացի այն անձինք, ովքեր ինչ որ ծառայություններից օգտվում էին պետպատվերից, կշարունակեն այդ ծավալով օգտվել, օրինակ հարցը վերաբերվում է հոգեկան առողջությանը կամ ինֆեկցիոն հիվանդություններին կամ ուրեմն զինծառայողների ընտանիքի անդամներին նրանց համար պետպատվերի փաթեթը որևէ ձևով չի փոխվում եւ կշարունակի մինչեւ մենք 3 տարվա ընթացքում այսպես խումբ պետական պատվերը կավարտվի, նրանք որոշ խումբը կանցնի արդեն ապահովագրության մեջ եւ 3-րդ տարվա ավարտին մեր նպատակն է, որ մենք կունենանք հիմնական բնակչության ապահովագրված խումբ եւ կունենանք որոշ թվի անձանց, օրինակ ոչ ռեզիդենտ քաղաքացիների կամ
այլ որոշակի դեպքերում կունենանք նվազագույն ծառայությունների փաթեթ։ Եվ այս 3 տարիների ընթացքում ուզում եմ ներկայացնել, որ աստիճանական պետական պատվերը կիջնի, այսինքն այստեղից ծրագրերից շահառուների կարիքները կտեղափոխվեն արդեն ապահովագրության ծրագրի շրջանակներ, եւ 3-րդ տարում հիմնական մեր բյուջետային տողը արդեն նվիրված կլինի ապահովագրությանը եւ կլինեն որոշակի դեպքեր, ինչպես նշեցի, որոնք կլինեն արդեն նվազագույն ծառայությունների շրջանակում փոխհատուցվող դեպքեր։ Ուզում եմ շեշտադրել, որ առողջապահության նախարարության հիմնական կարևորագույն հանձնառություններից մեկը կապիտալ շինարարությունները նույն ընթացքով շարունակվելու են եւ սա էլ մեր հենց ապահովագրության ներդրման կարևոր պատրաստման ընթացքներից է եւ ես ուզում եմ նշել, որ վերջին տարիներին վերափոխված մեր բժշկական համակարգը մեծապես նաեւ պիտի ծառայի ապահովագրությունը եւ դրա շրջանակներում դիմելույթյան աճին եւ սպասարկման որակի բարձրացմանը։ Ուրեմն ընդհանուր առմամբ մեր կապիտալ բնույթի ծախսերը 2026 թվականին լինելու են 12.3 միլիարդ դրամ։ Եթե հետո հարցեր կլինեն, ես նաեւ կմանրամասնեցնեմ, թե որ ուղղություններով են լինելու։ Ասեմ միայն, որ մարզային բժշկական կենտրոնների կառուցման, վերակառուցման աշխատանքները շարունակվում են եւ այս տարվանից մեր ուղղվածությունն է նաև ամբուլատորիաների եւ պոլիկլինիկաների կառուցումը։ Երևանի քաղաքապետարանը իրեն ենթակայության պոլիկլինիկաների եւս կապիտալ ծախսեր իրականացնում է եւ արդիականացնում է, նախարարությունը զբաղվում է մարզային պոլիկլինիկաների վերափոխմամբ եւ ամբուլատորիաների վերափոխմամբ։ Մենք արդեն իսկ 20-ից ավել ամբուլատորիաների շինարարական աշխատանքները մեկնարկել են եւ ուրեմն հաջորդ տարի մենք ավելացնելու ենք թիվը եւ այսպես մեր նպատակն է, որ 50 հաջորդ տարիներին 50 ամբուլատորիաներ ուրեմն պետք է վերափոխվեն, վերակառուցվեն եւ համալվեն նորագույն պահանջներին համապատասխան տեխնիկայով։ Նշեցի, պոլիկլինիկաների առումով հիմնական մեր շեշտադրումը ուրեմն Գյումրիու թիվ 2 պոլիկլինիկան է, որը արդեն իսկ նախագիծը հաստատվել է եւ շինարարության մրցույթը կայացել է։ Հաջորդիվ ուրեմն դիտարկվում է Վանաձորի պոլիկլինիկան եւ այդպես շարունակ։ Այսինքն մեր նպատակն է մարզային քաղաքային պոլիկլինիկաները ամբողջությամբ վերափոխել եւ իհարկե ապահովել նաեւ գյուղական համայնքներում պատշաճ ամբուլատոր օղակ։ Պիտի նշեմ, որ հարգելի գործընկերներ, մենք այս տարիներին մեր մոտեցումը հետևյալն է եւ կարծում եմ այդ մոտեցումը իր դրական ազդեցությունը թողնում է, որ մինչեւ ապահովագրության ընդունումն էլ տարեց տարի ընդլայնել եւ վերափոխել առողջապահական ծառայությունների փոխհատուցման թե ծավալը, թե որակը եւ թե շահառուների խումբը։ Դեռ վերջերս վերջին կառավարության նիստին մենք եւս մի շատ կարևոր որոշում ընդունեցինք առանց սպասելու անգամ ապահովագրության ներդրմանը երեխաների համար շաքարային դիաբետի նորագույն սենսորներով ապահովելու ծրագիրը 800 միլիոն դրամից ավել է եւ ես ուրախ եմ, որ մեր երեխաները արդեն իսկ հաջորդիվ մի քանի ամիսների ընթացքում կսկսեն ուրեմն այդ սենսորները ստանալ եւ մենք ունենանք շատ ավելի բարձրակարգ որակյալ ծառայություններ մեր երեխաների համար։ Մենք պիտի ասեմ, որ նաեւ այս տարվա ընթացքում որոշակի վերանայումներ ենք իրականացրել պետական պատվերի շրջանակներում ծառայությունների գնային քաղաքականությամբ։ Ամբողջությամբ վերանայվել է մանկաբուժական, վիրաբուժական ծառայությունների թե ծավալը եւ թե գնային քաղաքականությունը, ինչը հանգեցնելու է թե նոր սարքավորումներով հագեցման, թե մասնագետների պատշաճ վարձատրման եւ իհարկե մեր նպատակն է, որպիսի մեր գնման առաջարկը բժշկական կենտրոնների համար լինի պատշաճ եւ մենք գնանք դեպի զարգացման ճանապարհով եւ ոչ թե ուղակի գոյատևման բյուջե ապահովենք բժշկական կենտրոններին։ Հաջորդիվ վերանայվում են այս ընթացքում առաջիկա շաբաթներին կհաստատենք ուրեմն վերակենդանացման եւ անհետաձգելի բուժօգնության եւ էմերջենսի ծառայության ողջ շղթայի գնային քաղաքականությունը։ Ինչու եմ սա